Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանն այս պահին ունեն պայմանավորվածություն բանակցություններ անցկացնելու մասին, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե դրանք կարող են լինել հաջորդ շաբաթ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ հանդիպումն այս պահին նախատեսված չէ, սակայն կողմերն ակտիվ շփվում են միջնորդների, հատկապես Կատարի միջոցով։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության հասնելու նպատակով։ Իրանն իր հերթին նշել է, որ որևէ որոշում բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռ չկա։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը երբեք չի հանձնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա նրա առաջին հրապարակային ելույթն էր հունիսի 19-ից ի վեր։ Պետական հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութում Խամենեին պնդել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները միջամտել է պատերազմին, որպեսզի փրկի սիոնիստական ռեժիմը ոչնչացումից։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ոչ մի օգուտ չի ստացել այս պատերազմից, մինչդեռ Իրանը հաղթանակ տարավ եւ ապտակեց Ամերիկային։ Նա ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել Կատարում ամերիկյան բազայի հրթիռակոծումը, որը իրականացվել է Իրանի կողմից առանց զոհերի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ապացույցներ ունի, ըստ որոնց Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները ներգրավված են Իսրայելին աջակցելու գործում։ Նրա խոսքով այդ աջակցությունը տրվել է առանց այդ երկրների համաձայնության, որտեղ տեղակայված են այդ բազաները։ Արաղչին ընդգծել է, որ այդ տվյալները Թեհրանը պատրաստ է ներկայացնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շատ վճռական է Գազայում նոր հրադադարի միջնորդելու հարցում։ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովից հետո Մակրոնն ասել է, որ Թրամփը լիովին գիտակցում է հրադադարի կարևորությունը Իսրայելի եւ Իրանի միջև 12-օրյա պատերազմից հետո։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ երկու նախագահները քննարկել են նաեւ Մերձավոր Արևելքի զարգացումները եւ Ուկրաինայում իրավիճակը։ Բաքվում Ադրբեջան ֆիլմ կինոստուդիայի տարածքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Ադրբեջանական ներքին գործերի նախարարության տվյալներով տուժածներ չկան։ Նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել նկարահանումների ընթացքում օգտագործվող պիրոտեխնիկան։ Հրդեհը տեղայնացվել է, դեպքի մանրամասները ճշտվում են։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ մասնակցելու խաղաղության պաշտպան 2025 միջազգային զորավարժություններին։ Այցի ընթացքում Վելիևը նախատեսում է նաև հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլլերի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինան եւ Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում են իրականացրել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հայրենիք են վերադարձել Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի եւ սահմանապահ ծառայության զինծառայողներ, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից։ Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելարուս։ Փոխանակումը կատարվել է ըստ Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերված պայմանավորվածության 6000-6000-ի դիմաց բանաձևով, ներառելով նաեւ ծանր հիվանդների եւ զոհվածների մարմինների վերադարձը։